Հայաստանի Հանրապետությունը ինքը իրան պաշտպանելու է օտարի երկրյա KGB-ի գործակալներից եւ այդ օտարերկրյա ազդեցության գործակալներից։ Անկախ նրանից իրանք քաղաքական գործի փողկապի տակ են թաքնված, թե հոգևոր ծառայողի վեղարի տակ են թաքնված։ Հայաստանի Հանրապետությունը իրան պաշտպանելու է։ Հայաստանի Հանրապետությունը ինքը իրան պաշտպանելու է։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր պետությանը պաշտպանելու է։ Հայաստանի պետությունը իր ժողովրդին պաշտպանելու է։ Թռնեք վերև, իջնեք ցած, ինչ անեք, դա անխուսափելի բան է։ Սա պետությունն է, չի կարա այլ կերպ լինի։ Սա պետությունն է։ Եվ պետությունը իր դերում առնելու։ Մե բան չի չեք ասում 2018-ից մեզ ժողովուրդը շշի է սարում թավիշ 2021-ին մեզ տվել է պողպատյա մանդատ եւ մենք հնարավորինս փափուկ ձևով մաքսիմալ փափուկ ձևով այդ պողպատյա մանդատը կիրառում ենք, էտում ենք բան ցույց տալիս։ Այդ մանդատը մենք ժողովրդից ստացել ենք եւ ժողովուրդը մի բան է դժգոհ է, որ մենք բավարար կոշտությամբ չենք օգտագործում այդ մանդատը եւ ոչինչ, մենք այդ ժողովրդին ասում ենք ժողովուրդ ջան, տեղել ենք ասում, այս պետությունա չենք կարող, ամեն ինչ պետք է լինի պետական տրամաբանության շրջանակներում։ Ինչ վերաբերում է, եթե տենց հայտարարություն է հնչել, թող այդ ընկերությունները իրանց այդ ժամանակների միավոր հայկական ժամանակ թերթից ինչքան բան են ստացել։ Շահույթ։ Միավոր թերթի վաճառքից 30 դրամ մենք տվել ենք իրանց։ Միավոր թերթի վաճառքից։ Արձագանք։ Ախր իզուր չեմ ասում, որ աղանդավորական շարժում է։ Այս էլ բոլշևիկների ազատ եկեղեցի աղանդավորական շարժման 12 կետանոց ծրագրի հետևյալ կետը, որ դուրս պետք է դրվի եկեղեցում, այս կամ այն կուսակցության կամ այս կամ այն պետության ձեռքին խաղալիք դառնալով վերածնվող խորհրդային Հայաստանի դեմ են գործում դավաճանաբար։ Լսեք, ես ինչի մասին եմ ասում։ Ասում է ԱԱԾ, ներքին գործերի նախարարություն, ոստիկանություն, սարքել եք բռնության միջոց, ԱԱԾ օպերը ինչ գործ ունի քահանայի հետ բացատրական աշխատանք տանի։ Այն հավաքագրման, մենակ արտաքին ազդեցության գործակալներ, քրեական գործ հարուցեք, մի հատ տեքստ տեղեկան, ԱԱԾ-ին չուլեք սարքե, իմ ասած էդ է, ինչ վերաբերվում է թերթ վաճառելուն, որ Նիկոլ Փաշինյանը շատ փոքր դպրոցական է, Դաշնակցության երկիրը 60,000-ով էր տպվում, 5,000-ով չէր տպվում։ Ճիշտ է, լույս չկար տպվում էր, հետո լույսերը տվին, դադարեց։ Ինչ կա։ Ինչ վերաբերվում ԱԱԾ օպերլիազորին, ԱԱԾ օպերլիազորը պարտավոր է, այդ թվում հակահետախուզական պրոֆիլակտիկ աշխատանքներ անել, այդ թվում հոգևորականների հետ։ Եվ մենք այդ ուղղությամբ շատ ակտիվացրել ենք հակահետախուզական պրոֆիլակտիկ աշխատանքները, որպեսզի այդ թվում մեր հոգևորականներին, ովքեր հայտնվել են մեր գնահատմամբ օտարերկրյա հատուկ ծառայությունների տեսադաշտում, որպեսզի մենք նրանց խորհրդատվություն տանք, որպեսզի նրանք չհավաքագրվեն, իսկ եթե հավաքագրվել են, վերահավաքագրվեն։ Շնորհակալություն։